Էդգար Ղազարյանի թեման շոշափվել է, խոսել եք, պարոն Գաբրելյան։ Ձեր պահանջը ինչպես լինելու, որտեղ որոշում եք, կարծեք թե Ռուբինյանը որոշել էր, որ ինչ-որ ընդհանուր եզրահանգման պետք է գա իր մասով, ինչ եք որոշել։ Դե ասես դուք չեք որոշել, մենք կորոշենք, ինչ եք որոշել։ Պարոն Ռուբինյանը շատ հստակ ասաց։ Բայց ինչ եք որոշել։ Ինչ։ Պարոն Ռուբինյանը իր խոսքում ասեց, շատ լավ, այսպես եք ուզում, այսպես կստանա։ Բայց հենց այդ ինչ եք ստանալ։ Ինչին է վերաբերում, ծեծու ջարդա լինելու։ Պարոն Գաբրելյան, ընդդիմադիրները ասում են, դուք սպառնում եք Էդգար Ղազարյանին անդադար, որովհետև իր խոսքից հետո անդադար ասում եք ինչի ներողություն չեք խնդրում, այսօր անգամ դահլիճում սրիկա բառը մի քանի անգամ օգտագործեցին ՔՊԱ-ականները, այսինքն ձեզ թույլատրելի է Էդգար Ղազարյանին այդ բառը ասելը թույլատրելի չէ, սրիկա։ Թույլատրելի չէ այնքան ժամանակ, քանի դեռ իր թիմը չի ասում, որ անհաշտ է դրել։ Առաջին այդ կտորը ասել է, որ անհաշտ է, ասել է, որ ֆայթում բանկապետանը, որ այո դա շատ վատ է կամ չգիտեմ, խախտել է։ Ես կարծում դա առաջին հերթին պարոն Ղազարյանը չի հարգում իր խմբակցության ղեկավարին, իր առաջնորդին, որովհետև օրինակ համար եւ Սամվել Կարապետյանի դատավարությունն էր, ես հիշում եմ ինտերվակեր կարծեմ դուք գարունով հարցրեցիք, անգամ մի միջադեպի մասին, այդ մարդը շատ բարձ ասեց, քանի որ ազգային ժողովում այդ մասով արդեն խոսել են, եկել են ընդհանուր հայտարարել, ես հարկ չեմ համարում խոսել։ Հիմա նույնը, այս մասով էլ հակառակն է ստացվում, այսինքն ուժեղ Հայաստան խմբակցությունը, խմբակցության ղեկավարը սահմանել է մի խաղի կանոններ, այդ թվում ինքն է սահմանել, եւ Աննա Գրիգորյանը, եւ Նարեկ Կարապետյանը, եւ Արոքսակ Մանավազյանը սահմանել են այդ խաղի կանոնները։ Հիմա այդ մարդը, որ սահմանել է խաղի կանոնները, իր խմբակցության անդամը չի հարգում իր սահմանված խաղի կանոնները։ Ես կարծում եմ, որ սա նախ եւ առաջ վիրավորական է։ Բայց ազգային ժողովի ամբիոնից ամեն ինչ կարելի է ասել, չէ՞։ Ազգային ժողովի ամբիոնից կարելի է ամեն ինչ խոսել, իհարկե սահմաններում բարեկրթության որոշակի, բայց սա գաղութ չի, որ հատուկ բառեր ընտրեն, ինչ-որ բան անեն։ Օրինակ նոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքերն են մեջում, ասում է գաղութ չի ազգային ժողովը, կարելի է ազատ արտահայտել ամեն ինչ։ Նկատունի Բերդ, ինչ որ։ Այո, Բերդ։ Հակ տարածք էլի նկատի։ Չեմ կարող ասել գաղութում այդպես բառեր կան, որ օգտագործում են թե չէ, բայց ինձ թվում է ազգային ժողովին, ինչ վերաբերում ազգային ժողովին, այդ թվում, չգիտեմ, ես ձեր հետ հիմա հարցազրույց եմ տալիս, չէ՞, ես որևէ վիրավորական բառ ասեցի, որովհետեւ գրած չի, չէ, որ ես իրավունք չունեմ Ռուզան ջան, ձեր հարցին պատասխանած վիրավորական բառ ասել։ Բայց ես դա չեմ ասում, չէ՞։ Բայց ինքը քաղաքական ամբիոն է, պարոն։ Ես դա եմ ասում, այդ գրվածը, հեսա կպատասխանեմ, հեսա կպատասխանեմ։ Այդ կանոնները, որ դուք ասում եք, ես էլ եմ դա ասում, ուժեղ Հայաստան խմբակցությունն է այդ կանոնները այդ թվում սահմանել։ Եվ ես կարծում եմ, որ սա նախ եւ առաջ ինքը իր թիմին է վերաբերում, որովհետեւ Էդգար Ղազարյանը անկախ պատգամավոր չի։ Էդգար Ղազարյանը ներկայացնում է ուժեղ Հայաստան խմբակցությունը։ Ինքը մի թիմի անդամ է։ Եվ ինձ համար, եթե թիմը հաշտ է այդպես, որ իր թիմի մի անդամին այդ թվում ազգանունից նման որակումներ են տալիս, ինձ համար մի քիչ այս կտորը դեռևս։ Բայց պարոն Գաբրելյան, ինչպես է ստացվում, որ դուք եք վիրավորական արտահայտություններ անում, այդ ժամանակ ներողություն չեք։ Հիշեցնեք դեպք։ Շատ դեպքեր են եղել, այստեղ նույնիսկ հայհոյանքներ են եղել ազգային ժողովից, որ գումարում։ Իսկ դուք գիտեք, որ հիմա մեկնարկել է ազգային ժողովին գումարումը։ Այո, մեկնարկել է, բայց դուք եք այդ նույն սրիկա բառը անընդհատ այսօր մի քանի անգամ տարբեր պատգամավորներ ասեց դա։ Եվ բացի այդ ինքը սրիկա չի, ասես սրիկայաբար ասում է գործողություն է իրականացվել, գնահատական է տվել։ Գիտեք, ասում եք սրիկա չի ասել սրիկայաբար։ Լավ, այս off the record կասեմ այդ կտորը, այսինքն իսկ ինչ վերաբերում է 8-րդ կամ 7-րդ, ես ոնց ասում, սա 9-րդ գումարման ազգային ժողովն է։ 9-րդ գումարման ազգային ժողովում կան ուժեր, որոնց մեկը նոր ուժ է, գոնե տիտղոսային առումով, բայց ինչպես տեսնում ենք այդ թվում հենց անձը, որի մասին շատ ենք խոսում, ամենևին նոր չի, բայց ասում եմ այդ ուժի ղեկավարը եկել է, ասել է, ես ուզում եմ, որ այսպես լինի, այդ թվում ինքն է ասել, այսինքն պարոն Ռուբինյանը առաջարկել է, այդ մարդիկ ասել են շատ լավ, այսպես կլինի։ Հիմա այդ մարդը, որը որ սահմանել է որևէ կանոն, իր խմբակցության անդամը, որը դեռ շարունակում է անդամը, չի պահպանում։ Ու սա վերելու է այն իրավիճակին, որը որ դուք տեսնում եք։ Դա բնական է, չէ՞։ Բնական է, չէ՞։ Հիմա ինչի ես ու դու չենք կռվում իր հետ, որովհետև ոչ դու ես ինձ վիրավորում կամ ինչ-որ բան ասում, չէ՞։ Այդ ամեն ինչը դրանից է ծնվում, հասկանում եք։ Մենք միշտ ասել ենք, որ եկեք բարեկրթության սահմաններում։ Հստության պահելու եք այդ բարեկրթությունը։ Չենք պահում։ Ես երեկել եմ հարցազրույց տվել, ասեմ, ես չեմ հիշում մեր պատգամավորից ով էր, խոսքի մեջ ինչ-որ մի բառ ասեց,
Կարծեմ պարոն Ալեքսանյանն էր այդ ժամանակ նստած նախագահողի։ Ընդհատեց ասես չի կարելի մի ասա։ Որովհետև նկատեց, որ օրինակ առաջի շարքեր նստած ուժեղ Հայաստանի կարծեմ պարոն Ղազենյանն էր կամ Ռուբեն Մղթյան, որոշակի ռեակցիա տվեց եւ մենք էլ ընկալեցինք, որ չի կարելի այդպես ասել, ընդհատել ասել։ Ես չեմ ասում, որ իդեալական կան, որ ես էլ կարող եմ խոսելուց հիմա այստեղ, որ մա սխալ բան ասեմ, բայց կլսեմ, բայց հիմա այդ եմ ասում, եկեք կամ հերթով ասեք, որտեղ հիմա միտքս կիսատ թողեցիր, ու կստացվի, որ սենց մեկը կլսի, ասես ինչ էր խոսում, ասես չեմ, բայց ես չեմ մեղավոր։ Պարոն Գաբրիել, դա չի նշանակում դուք եք այդ սահմաններից անցնում։ Մենք ցույց ենք տալիս այդ կրկնելով խոսույթով, որ ազգային ժողովում կա պատգամավոր, որը ներկայացնում ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը չի պահպանում ուժեղ Հայաստան խմբակցության այդ սահմանը ցավի կանոնները։ Պարոն Գաբրիելյան, երեք կադրերում տեսնում եմ ձեզ ձեր քննարկիչների հետ էին։ Այդ մասով խոսել են, այդ թվում ձեր լրատվամիջոցները հարցազրույց անձամբ։ Պարզապես մոտենում էի Ես ճիշտ եմ հասկանում պարոն Գաբրիելյան, որ ձեր խնդիրը ուժեղ Հայաստանի ղեկավարի կողմից այսքան հստակեցումն է։ Արդյոք ուժեղ Հայաստանը կիսում է Էդգար Ղազարյանի տեսակետը, թե չէ։ Ձեր խնդիրը հիմա դա է։ Կուսակցություն, որտեղ իրենք Չէ, խմբակցությունը։ Ուժեղ Հայաստանը կիսում է Էդգար Ղազարյանի պահվածքը, թե չէ։ Այս զատոր, չէ։ Դուք հիմա դա եք ուզում հասկանալ թիմով։ Ես այդպեսի բան չեմ կարող ասել։ Ես ասում եմ ընդհակառակը, ես ասում եմ հիմնվելով փաստերի վրա, դուք եք լսել, չէ՞ որ եթերում ա եղել, որ ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարն Արեգ Կարապետյանը ձեր պահվածքը այո, այն արարքը, որը որ արել է հասկանամ, ձեր պահվածքը այս պահին պարոն Կարապետյանի հետ մոտեցումը։ Էլի չէ, ուրեմն էլի չեք ուզում, դե եթե մարդ արդեն ընդունել է, որ խախտել է, էլի չեք հիմա ուզում։ Այստեղ խոսքը գնում ինչ եք կրկնում, ասում ենք կրկնում ենք, այդ թվում որպեսզի հիշեցնենք, որ կա այդ Չէ, ես ուզում հասկանամ, դուք ինչ եք վրդոված, եթե խմբակցությունը ընդունել է, որ խախտում է տեղ ունեցել։ Չէ, թիմը ինչ է պահանջում։ Ինչ է պահանջում Էդգար Ղազարյանից եւ ընդհանրապես ուժեղ Հայաստանից։ Վրդովացը չկա, Չէ, որտեղ անդադ խոսում եք, իմ տպավորությամբ դուք վրդոված եք։ Անընդհատ ով է խոսել։ Ձեր ելույթները անդադ այդ մասն է, դուք Չի մասին է։ Էդգար Ղազարյանի ներողություն պիտի խնդրի պահվածքը նրա գնահատում եք ամեն։ Մի հոգի խոսել, ինչպես ասում ձեր բոլոր ելույթները դրա մասին է։ Չէ, այդ պահվածքից հետո։ Այս ընթացքում նիստագնում ականջով լսում եք մեր ելույթից հետո դուք անդադ ազգային ժողովի նախագահը քիչ է, որ ամբողջ թիմի անունից խոսում է։ Ինքն է, չէ՞ ասում, մենք սպասում ենք ձեզանից արձագանքի, այդպես չի ասում։ Հիմա ինչ արձագանք եք սպասում, եթե մարդը ընդունել է ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավարը ընդունել է, որ բարեբարկությունը խախտվել է։ Այն ժամանակ առնվազն այն արձագանքը, որը որ օրինակ դու որ մի բան սխալ ես անում, ինչ ես անում։ Անձամբ նրանից ներողություն եք պահանջում։ Դա է խնդիրը։ Խմբակցության ղեկավարը կարող խմբակցության անունը չգիտեմ, բայց ինչ ես անում դու, երբ որ ինչ-որ մեկի հանդեպ սխալ արարք ես տալիս։ Պարոն Գաբրիել, եթե մեկ այլ պատմում։ Ինչ ես անում, կասես։ Որ ընդունում ես դու ես գիտակցում, ասում ես սխալ եմ արել, ինչ ես անում։ Չէ, ինձ համար խնդիր չի, Ես գիտեմ դու հաստատ ինչ ներողություն ես անում։ Դու անում ես այն, ինչը որ հիմա իրանք չեն անում։ Ուղղակի հասկանալի է, լրագրողը չի ուզում պատասխանել, բայց Չէ, ես եթե սխալ բան եմ անում, ներողություն եմ խնդրում, հարցը դա չի։ Ուզում եմ ասեմ, դուք ակնկալում եք ներողությունը նրանից։ նրանից։ Ակնկալում, որ այսօր գալու են 5-6 հոգով ասենք ուժեղ Հայաստանը 10-19 Էդգար Ղազարյանին ամեն մեկը միա չափալախտır չի։ Բարձր չէ։ Որոնցը հասկանում ենք, որ արձագանքը եթե եղբայր դրել ես խաղի կանոն, ու քո իսկ դրած կանոնով դու ասում ես, որ այո, իմ մի անդամը խախտել է, ապա ինչ հետևանք պետք է։ Եթե մեկ այլ պատգամավոր այդ բառը արտասանել, դուք նույն շրջանում պահանջեիք, որպեսզի ներողություն քննեիք։ Բայց ինչ ենք հիմա անում են դաշտ որ սրենք։ Հիմա դուք ուզում եք նկատմամբ նաև այդպես հատուկ վերաբերում կա։ ունեք եւ պատճառը նաև այս ամեն ինչը, որպեսզի իր դեմ Ես կարող եմ երբեմն իմ խոսքում տենց ընդհանրական եմ ասում, բայց հաշվի առնելով այդ ունայ, հաշվի առնելով ուժեղ Հայաստան կան մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնց հարգում եմ, այդ թվում խմբակցության ղեկավար։ Հիմա դուք ընդհանրական որ հարց տաք, այդ կնշանակի ես այդ ընդհանրական հարցին պատասխանեմ, ու կնշանակի իմ ցանկացած պատասխան այդ թվում այդ մարդիկ կարան նկալեն, որ ես ընդհանրական այդ թվում իրանց այդ բանին հենց նոր այդ ասացի ու վիրավորեցի, ես չեմ ուզում այդ դաշտում։